Այսօր տաքսի նստեցի, տաքսիստը ասում է Եվրատեսիլը սկսել է, ուզում եմ ասել երազանքների բարի։ Արդեն իմ ռիքվեսթները մաս չգիտեմ, քանի ճիշտ է մենք արդեն 200,000 ենք, բայց հիմիկվանից պետք է աշխատենք, որ գոնե 300,000-ին մի բանը լիերաշ ճար։ Արմը գրել է, Էվիկ ջան, ճիշտ ասած եկել եմ ասեմ, որ վրա հույս չդնեք, քավոր պետք լինի ձեն հան։ Պետք չի մեզ սենց քավորություն, իմ ամուսին իրա քավորով կգա, շնորհակալություն։ Գիտեմ ով գրել է my pupsik, սիրում եմ քեզ շատ։ Դուք չեք կարող պատկերացնեք, թե ինչքան request-ներ են գալիս, ես չեմ հասցնում այսքանը կարդամ։ Ես կրկին ծանոթ դեմքեր եմ տեսնում։ Արթանը գրել է всё, հա թոզմիշ էլավ սախ։ Боже мой, какой это барапашар։ Պատկասնեք ինչ բոմբ կներ, որ վերջում ինչ որ ամուսնության գործակալության գովազ դրներ էլի, ասի, այսքան չարչարվել դե կարող եք դիմել ինչ որ X գործակալության, բայց չկա նման գործակալություն կներեք։ Դրա համար մենք պետք է կարդանք բոլոր այս cute նամակները։ Ինձ կար ինչ որ մեկը բացատրի։ Ես լինելով միշտ զբաղված մարդ, ով երբեք չի հասցնում պատասխանել նամակներին ու զանգերին, ինչի է պատասխանել անծանոթ մարդու այս նամակին։ Ասում եմ մի հարց տամ էլի ձեր մոտ ժամը քանիսն է, ուզում եմ հասկանամ Հայաստանի հետ ինչքան է տարբերությունը։ Ու ես լուրջ պատասխանել եմ 3 ժամ։ Վահանը որոշել է շռայլի ինձ ուղակի լավ խոսքեր եւ միանգամից գրել է բարի գիշեր։ Զարմանալի է, որ այն 3 ժամից հետո այս բարի գիշերին ես չեմ պատասխանել ուղակի բարի գիշեր։ Մեկը գրել է նամակս ցույց չտակ կնիկը շտենա։ Ամուսն ասած կանանց խնդրում եմ ձեր ամուսինների հետ նկար հրապարակել էջում։ Այդպիսի գետ մեկ նկարի արկայության դեպքում ես գիտեմ թե ուր ուղարկեմ ձեր ամուսնուն եւ մասնավորապես ձեր տուն։ Գրիշան 2 սմայլի կա ուղարկի։ Մեկը թիթեռ, մեկը գորտ։ Եթե թիթեռի դերում ես եմ, իսկ գորտի դերում ինքը, այդ շատ վատ է։ Եթե թիթեռի դերում ինքն է, իսկ գորտի դերում եմ ես, այդ ավելի վատ է։ Նարեկը ինտելեկտուալ մոտեցում է ցուցաբերել։ Ասում եք ասես ամենալավ գիրքը որ կարդացել։ Նարեկ ջան, սենց ինտելեկտուալ հարցերին ես չեմ պատասխանում, հարցեք ձեր տունը ժամը քանիսն է կգրեմ։